Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, ձեզ ողջունում եմ Ամստերդամից։ Մենք արդեն հասել ենք այստեղ, եկել ենք Բրյուսելից, ու հիմա հասել ենք մեր հյուրանոց։ Մեծ պատմի, ինչ ա եղել այսօր։ Կոհարախոսը կողացել եմ։ Ճիշտ ասում։ Բրյուսելից էլ պետք է վլոգ լիներ, բայց դա մնաց իմ 17 Pro-Max-ի մեջ 1 տերաբայթից կողացամ Բրյուսելի։ Ինչպես տեսնեք, իմ դեմքից ես լավ լացել եմ։ Ողջ ճանապարհին ողջ բարավեկել եմ, բայց դա ինչ արեց։ Հետո ինչ կանես ինձ համար ներբը։ Փայլում հերախոս կայնամ։ Նա ինձ պատասխանել է փայլում մեծ հերախոս առնել, որի սրտացը։ Դու գիտես ոչ։ Դու ուրախանա։ Սիրունս գնանք չեքին լինենք հյուրանոցում։ Ու կարծում եմ համարը դες ցույց կտա։ Բրյուսելի վլոգն անց լավն էր, դուք դա երբեք չեք տեսնել։ Հասանք մեր համար, այստեղ ես տեսնում հայելի։ Ոյս ինչ ֆոտո դեմքս։ Լոգարան, սանհանգույց, ժիտուալիս նրանքի միջոցներով։ Այո։ Եվ այսպես անկողին, ու երկրորդը բացվող։ Սուպճի ապարատ, տրեյնինգ, ինչ լավ է։ Հեռուստացույց եւ պատուհան։ Տեսանավիդը 12-րդ հարկում ենք։ Ձեզ ասեմ, որ մեր Բրյուսելի հյուրանոցը ջուր է։ Մեր Բրյուսելի հյուրանոցը շատ լավն էր ու տարածքով էր հարմար ու նոր էր, բայց ասել է լավ է հավանեց։ Եվրոպայում շատ չի պատահում իհարկե, որ լավ հյուրանոցներ գտնես, թեկուզ նկարներով լավն են լինում, բայց հետո գնում հասնում այստեղ ու հասնում ես, որ այնքան էլ հաջող չի, իսկ այս անգամ երկու հյուրանոցներ հանդիր։ Հյուրանոցից դուրս եկանք ու միանգամից առաջին տպավորությունը բնության հետ է կապված։ Հեսա մեր հյուրանոցը ու կողքը սենց լիճ է, նարին զմայլվել է այս լիճով։ Ես էլ զմայլվել եմ այս ծառերով, որոնք որ անսահման շատ են եւ պատկերացրեք գարնանը ինչքան գարուն է հիմա իհարկե, բայց ինչքան սիրուն կլինեն, երբ որ կանաչ են։ Մեկ էլ ես զմայլված եմ հոտով, սենց կանաչի հոտ է գալիս տարածքից։ Մաքուր օդ է։ Դեռ այդքանն է տպավորությունները, հեսա որ գրանք ավելի կենտրոնական հատվածներ, մյուս տպավորություններով եկիս։ Ամստերդամի ամենակարևոր վայրում ենք արդեն ինձ համար, դա Վան Գոգի թանգարանն է, բայց իրականում գլխավոր շենքը այն է։ Ու շատ սիրուն շենքը, շենքը դուրսից արդեն կանչող է, գրավիչ է, բայց այս մասը կար մոտ, կուզում ենք մի հատ ճշտել, հասկանալ որտեղից պետք է կարողանանք մտնել։ Քանի որ Ամստերդամում ենք, գիտեք որ Հոլանդիայում շատ հայտնի են հոլանդական կակաչները, վարդեր, այո, ես էլ էի դա ասում։ Հավանեցի՞ր։ Ո, շատ լավն են։ Այսպես ամեն անկյունում ծաղիկներ են, ծաղկաշոտ է։ Նայեք ինչքան սիրուն են։ Շատ սիրուն են։ Իրականում ես շատ տխրել եմ, որովհետև վատնարություն ունեմ։ Ընտոմսերը, որը որ մենք առել ենք Վան Գոգի թանգարանի համար, դրանով չենք կարող ներս մտնել։ Այսօր ամեն ինչը թարս է, առավոտից հեռախոսս գողացան, Վան Գոգի թանգարան չկարողացա գալ, ինչի համար որ ուզում էի գալ Ամստերդամ, որովհետև սա իմ երազանքներից մեկն էր։ Մի խոսքով էլեկտրոնս էր ու ես ինչ դարձա 31 տարեկան ամեն ինչ թարս է գնում իմ կյանքում, բայց ես հույս ունեմ, որ գոնե այսքանով կսահմանափակվի ամեն ինչ, որտեղ առավոտից լաց։ Դե չանք տխրում, սենց հեռվից նայում հիանում ենք, թող սա լինի մոտիվացիա, որ հաջորդ անգամ եւս ես գամ այստեղ։ Ես առաջին հայացքից շատ հավանել եմ։ Ամեն ինչն է դեռ գրեթե ոչինչ չեմ տեսել, բայց ամեն դեպքում ընդհանուր ատմոսֆերա շատ հավանել եմ։ Ինձ համար շատ հավես է, հեքիաթային է, ծաղկաշատ է, ինչու ես շատ սիրում եմ դրա համար, իսկապես թող սա լինի մոտիվացիա մյուս անգամ գալու համար։ Ուզում եմ ձեզ ցույց տալ Վան Գոգի թանգարանի զուգահեռ բառում, որ դրված են զատիկի համար նախատեսված սիրուն ձևավորումներ մոմերով, որ երբ որ մարդիկ նստեն, սենց մոմերը սիրուն վառեն, ու այս ատմոսֆերան զգան։ Զատիկը ապրիլի 5-ին է, այսօր մարտի 30-ն է, ու բոլորը պատրաստվում են։ Իմիջայլոց ստեղ նաև կան զատիկի համար նախատեսված մարկետներ են, ինչպես որ Christmas մարկետներն են, այդպես հատուկ Պասխայի համար նախատեսված։ Դե թռիչ նայեմ, 3, 2, 1։ Չես թռնում։ Վաու, ապրես։ Հենց այստեղ կա skate park, երեխաները skate են քշում, այստեղ բասկետբոլի համար նախատեսված դաշտ։ Խոսքով ոնց որ թե մտածում են մարդկանց առողջ ապրելակերպի մասին այս պարկերում։
Ամեն ինչ բավականին սիրուն կազմակերպված է։ Բազի։ Ինքան դա ուզում վազվզել, որովհետև մեծամասն փսայլակի մեջ է լինում եւ հիմնականում շատ խելոք է լինում իրականում, բայց երբ որ էներգիան սպառելու պահն է գալիս, մենք սկսում ենք սպառվել իր էներգիային փոխարեն։ Դե դեպի մեզ վազվզի, լավ, արի մեր կողմ։ Փոքրիկ իշխանը իր տիեզերքում է։ Իսկ որտեղ լինի, տեսնում ես նար, որ բոլորը հեծանիվներով են այստեղ։ Որովհետև այս քաղաքում շատ կամուրջներ կան, գնում ենք կամուրջների վրայով անցնենք ու սիրուն կամուրջներ տեսնենք։ Դրայի մեջ չենք մտնելու, չէ։ Ինչա։ Կամուրջների դակտեր կան։ Այո։ Դա փողոց է, չգնաս փողոց կսպասես։ Ինչի կամուրջների դակտեր կան։ Ամստերդամում ասում 1500 ամիսում 2500 ծավալ։ Օ։ Ես գիտեի, որ Վենետիկում ավելի շատ կամուրջներ կան, չէ, ավելի քիչ կամուրջներ կան, քան Ամստերդամում, բայց փաստորեն աշխարհում ամենաշատ դեռ փողոց են գտնում։ Աշխարհում ամենաշատ կամուրջները Համբուրգում են 1200 քանի հատ Ամստերդամում են եւ 2000 քանի հատ 1500 ծավալ։ 2500-ից ավել Համբուրգում։ Կրկնակից շատ են։ Հեսա կամոտ։ Այս պահին մի փողոցում ենք, որտեղ ես տեսնում եմ աշխարհի ամենաշատ հեծանիվները միասին վերցրած քիլոմետրների շատ են։ Ես միասին այսքան հեծանիվ չեմ տեսել իր հետ կողքի ժայմած։ Եվ խնդրում եմ նայեք, որ ամենուր ծաղիկներ են։ Մենք փողոցի ամեն անկյունում լիքը հեծանիվներ են։ Ես երկրորդ անգամ եմ այս քաղաքում, բայց առաջին անգամից ոչինչ չեմ հիշում։ Հեծանիվների մասով շատ հավես է, բայց իրականում նար, ուշադիր։ Երբ տոմս ես առնում մտնելու համար, պետք է պահես տոմսդ մինչև դուրս գալը, որովհետև դուրս գալու համար եւս պետք է այսպես անես, եթե չունենաս, կմնաս ներսում։ Այսինքն, եթե ինչ-որ բան վճար փորձես մտնել, ամեն դեպքում դուրս գալուց ներսում ես մնալու։ Ինքն սիրուն ես տեղի շենքերը։ Ես իրականում շատ առաջին հայացքից շատ եմ հավանել Ամստերդամը, բայց ամբողջ ծրտով չեմ կարողանում վարել։ Ներողված եք մտածել։ Wow, ինչ սիրուն են։ Շատ սիրուն են։ Ինչ սիրուն քաղաք է։ Ես նայում եմ քաղաքի շենքերին եւ չեմ կշտանում գեղեցկությունից։ Դրա համար sense ընթացքում ձեզ էլ ցույց տամ։ Ես իսոնամ իմ ես հեռախ ծնոտս կմնա և դուք կտեսնեք այս վլոգը, գրուսելի վլոգի օրը չի ինքր։ Էլի գիշեցի։ Ծաղիկները նկատում ենք միշտ։ Նկատում ենք սրճարանները։ Գնում ենք այս անկենով։ Սա՞յա։ Այստեղ են այս երը տալիս, բայց մենյուն չկա, տենց բան գրած։ Ասա մենյուն։ Պախերում եմ նարը իր մենակ թխոնում, դրամը չեմ կարողամ գնալ։ Հենա, հա։
Ուզում ամենամեծից տարբեր չափեր ունեն փաստորեն։ Աղջիկները հենց հիմա XXL չափը պատրաստում են։ Բնայով ձեռքում է։ Եվ գինը 24 եվրոյա։ Ու այստեղ գրված է, որ XXL չափը free, TikTok-ի favorite-ն է։ Այ սոցցանցերը ինչի են բերում մեդիան, բերում է այս ռեյտինգին, որ Երևանից հասնենք Ամստերդամ եւ այս փոքրիկ free բուտկայից, որը նույնիսկ կենտրոնական փողոցում չի գտնվում, ուզենք գնալ այդ free-ին մեծ ուտել։ Տանիվներին խանգարում ենք ոնց որ։ Այ ես եմ սարքում են հիմա մրմած ֆրին աղջիկներին հարցրեցի կարող եմ նկարել իրենց ասեցին այո ման վրան լծվում են սոուսը վաու տնոսեններս ոնց են կուտելու Wow. Yes, thank you. Okay, thank you so much. Bye. Խնդրում եմ այդ մեծությունը նայեկել է։ Այստեղ ֆոտոներ արեցինք։ Մեծ։ Հա՞։ Իրականում սովորական ֆրիա համով սոուսով, բայց այս իրա մեծություն եմ ամեն ինչ ասում ա, որ սենց վաու էֆեկտ է գալիս էլի դրա համար մեզ նմանները աշխարհի մի ծայրից գալիս են սա փորձելու Նայն էլա ուտում համեղա Հա Որն ես ուզում բա? Ան, սիմակուլա Չոպիկով ես ուզում? Անի դեռ մենք մեր մեծ ֆիլմ ենք վայելում Ինչ-որ մի բան է կատարվում ստեղ դեռ չգիտենք ենք, բայց բոքով մնալ երկինքությունն է Ոստիկանները փակեցին փողոցը Ուйդե ոստիկաններն են հեծանիվներով Եվրոպական ամեն քաղաքում չես հանդիպի խմելու ջուր, այն էլ սենց ցայտ աղբյուրի տեսքով, անվճար, բայց այստեղ կա։ Ուզում եմ ձեզ տեսնել տրամվայների մեջի դրամարկղը, գնաց նայեք հատուկ մարդ կա աշխատող, որ գումարը ստանա, կոնկրետ դրամարկղեր, բայց այս սիրուն շենքերը ես չգիտեմ Այս հեռոքսը լավ չի զումանում, իհարկե հեռով շենքերը լավ չեն երևում, բայց տրամվայ ենք նստելու Ահա Ստում ենք տրամվայ Welcome Այսա դրամարկղը որ ասում էի Այսօր մենք որոշել ենք գնանք Քյուքենհոֆ կակաչների դաշտեր շատ սիրուն վայր է, որը պարտադիր այցելության վայրերից է, ստեղ նկարները կան Խնդրում եմ մի հատ նայեք հերթը, որ Ամստերդամից պետք է նստել ավտոբուս Սա ավտոբուսի հերթն է ու գնալ այդ վայրը Սա ավտոբուսի հերթն է, որովհետև ուրիշ ոչ մի բան չի գնում այդտեղ ոչ մի այլ ընտրանքային ճանապարհ չկա Մենակ պետք է այդ ավտոբուսով գնալ կամ մետրոյով Հեսա, Քյուքենհոֆ սխալ էի ոնց որ արտասանել կամ կարող հիմա էլ եմ սխալ կարդում Մի խոսքով դա դեռ վերջը չէր ինչ որ դուք տեսեք հերթի մասով Հիմա գնում ենք վերջից կանգնելու հերթ պահելու Ինչով որ գա ավտոբուսը, բայց այսքանը պատկերացնում եք
քանի անգամ պետք է սպասենք, որ գան, լցվեն, գնան, որ մեր հերթը հասնի։ Եթե դիտարկենք, որ մեկ ավտոբուսում կտեղավորվեն 30 հոգի, վստահաբար 200-ից ավելի մարդ կա։ Դաժան է, այսպես մտածում ենք շուտ գնանք, որ կարողանանք ավելի կարճ մնալ եւ երեկոյան գնալ կենտրոն քաղաքի։ Դաժան է, ինչ խոսք։ Ելգենք տեսենք երեխաների հետ չեն զիջում, հերթը իհարկե չեն զիջում։ Այս մի ավտոբուսը եկավ, հիմա մարդիկ տեղավորվում են, տեսնենք ինչքան առաջ կընկնի հերթը։ Ու մեր հերթը այն կանեք հետ գցեցին, որովհետև իրենք ասում էին պետք է թիքետները չեքին անենք, բայց պարզվեց, որ մենք նախապես էինք գնել, դրա կարիքը արդեն չկար։ Առաջ մի 10 հոգի արդեն անցավ, մինչև իրենց հարցերն էին պարզում մեզ հետ։ Հասանք։ Իդեպ ավտոբուսի մասին ասեմ, որ մեկ անձի համար վճարում ենք 17.5 եվրո եւ այն մեզ հասցնում է այստեղ։ Հեսա գնանք ներսում է, հա? Այո, տանեն բերել է, էլի, չտա։ Հեսա գնանք ներս, տեսնենք ինչ կա այստեղ, ի վերջո։ Բայց Տոմսի արժեքը դրա մեջ չէր ներառվում, Տոմսի ես ճիշտ եմ կասեմ։ Ես ուղղակի տենց հարցերում չկամ։ Ինքնանում ամեն ինչ։ Ինձ մոտ տպավորություն է, որ ես Դիսնեյլենդում եմ հիմա, որովհետև այդպես է մուտքի մոտ սենց էր, Դիսնեյլենդի պես։ Հետո անկյունում խանութի կա, մեզ մասերում սրճարաններ, ու սկսվում է հեքիաթը, սա էլ ծաղկային հեքիաթը, հա? Սոված ես? Այն փանքեյքից նարեն, հա? Փանքեյք կուտես? Okay. Ստենք ինչ է դիրված ես կո։ Ինչ է տանցքը։ Օ, ես ինչ մեծ օտորոցքը։ Եստեղ կալի է նույնիսկ հեծանի վարձել, հեսա, ու հեծանիվով շրջել դաշտերով։ Բայց մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետև ունենք սայլակով զարել։ Լուրջ եմ ասում, այս օդը ամեն ինչ արժի եմ, որ սենց։ Օղ։ Ինչա բալես? Ինչա նար? Ինձ կաղաչիկա։ Գեղեցիկա։ Շատ գեղեցիկա։ Այս ամբողջ հոլովակի մեջ դուք ուղղակի բաց եք թողնում մի շատ կարևոր բան։ Դուք բաց եք թողնում այս օդը շնչելու հնարավորությունը, որովհետև եթե ծաղիկների հոտը զգաք, չգիտեմ, վայել կաս ծամեն վայել կաս ուզում դրա մասին խոսել է, այդքան հաճելի է։ Դե պատկերացրեք այսքան կանաչ, մաքուր օդ, պլյուս այսքան սիրուն ծաղիկների շատ անոս հոտ էր։ Շատ անոս հոտ էր։ Վոու, ինչ սիրուն է։ Իդեպ այգին տարին 12 ամիս չի, այլ այգին ընդամենը տարվա մեջ 2 ամիս է բաց, որովհետև դե բարձրածաղիկները չեն կարող տարին 12 ամիս լինել։ Ամեն դեպքում այս տեսակները այս 2 ամսվա մեջ աճում են։ Մինչև մարտի 15-ից ոնց որ մինչև մայիսի 15-ն էր բաց, ոնց որ եթե չեմ սխալվում օրերի մասով, բայց հաստատ մինչև մայիս բաց է։ Ինչ սիրուն են ծառերի ֆորմաները։ Վաու։ Կարելի է այստեղ մոտ ֆոտո անել։ Այս հատվածում նույնիսկ գրված է ծաղիկների անունները։ Ու հիմա մենք էլ ենք որոշել գնալ այստեղ նկարվելու։ Կերակրի դենար, ոնց էիր կերակրում ապրես։ Ալի ավուտում պատիկա։ Չի հասկանում այդ քուրիկը քեզ բալես։ Հենա ինքն իր վրայից կերով է, որ գցել է իր վրան։ Ալի ավուտում պատիկա։
That's how I want to Ինչ են արել։ Ինչի՞ ապակը դեգրակնի։ Բա որտեղով գնա։ Տեղով էլ կարող է ինքը համ ջրի մեջ է կարողանում լողան, համ ցամաքում։ Այն անեկդոտը հիշեցի, որ ասում նոր մի հատ բադ էր լողում ստեղից։ Բաբիկին կերակեցի քուս գնաց, տեսա՞։ Անելի տեսավ էլի։ Մտել ենք լաբիրինթ ծառերով։ Այ ասում ցիմա շրջանք, ո՞й ստեղ փակուղի է։ Ահա։ Հիմա գնա, այդտենց գնա, գնա։ Գնա։ Օ, այս հատվածում էլ է փակ, սխալ ենք եկել, սխալ ճանապարհով ենք եկել փաստորեն։ Հեսա գնանք տեսնենք ոնց դուրս գանք այս լաբիրինթից։ Գալիս ես, չէ՞։ Ես ճիշտն ասես չէի նկատել, բայց փաստորեն ամբողջ հատակը փոխունջներ են։ Այո, չէի նկատել, նայր, փոխունջներ են։ Ու այստեղ այսինչ շոտ սիրուն ծառկա ես կատակով ասում ծիրանի ծառա։ Նարե չի կարելի։ Բայց կարող է սակուրայա, այստեղ չեմ ճիշտ ասես թե ինչ ծառեր են, բայց մի քանիսը կան։ Խնդրեմ։ Ազատություն Նարեին։ Այս այգում էլ ենք հերթ կանգնել։ Այս է հերթը։ Այն հատվածում սիրուն այսպիսի նավակ կա կակաչներով։ Ուզում դրա մեջ նկարվել, բայց խնդրեմ մեկ նայեք ինչ լավն է ալերանացը։ Հետո կգնանք այն կողմ։ Մի խոսքով այսպես դեռ զբոսնում ենք։ Ուրեմն ուղիղ 25 րոպե այս չինացիները հարամեցին եւ մենք 25 րոպե կանգնեցինք մեր հերթը առաջ չգնաց, դրա համար թողեցինք հերթը եւ եկանք այս կողմ։ Իրանք շատ վատ բան արեցին մեզ հետ, որովհետեւ ամեն մեկը 900 անգամ նկարվում է, հետո խմբակային, հետո երկուսով, հետո երեքով ու այսպես շարունակ։ Մի խոսքով որոշեցինք չնկարվել ամեն։ Ստեղից պատկերացրեք, որ ես լոկայի մեջ եմ եւ սիրուն նկարներ ունեմ։ Դուք դա պատկերացրեք։ Ես կպատկերացնեմ։ Գնանք ավելի լավ է, այս ալերաղացի վրա բարձրանանք, եթե իհարկե կարողանանք։ Ահավոր են հերթերը չես հասկանում, ու առաջ չեն գնում, խնդիրն է դա, որովհետև Եվրոպայում հերթ կանգնելու մշակույթի սովորում ես ստիպված, բայց դրանք առաջ են գնում սովորաբար, իսկ հիմա ոչ մի կերպ առաջ չեն գնում։ Պես որ ենթադրելի էր, ձեզ ցույց տամ մի հատ հերթը։ Սա բարձրանալու հերթն է եւ սա եւս առաջ չի գնում։ Վերևից իհարկե տեսանելի կլինի այն կողմի դաշտերը շատ սիրուն։ Բայց կարծում եմ, որ չարժի։ Ովպես չունեմ։ Էց կոշիկներ ենք գտել, հիմա ուզում Նարեն հագնի մի հատ նկարվի։ Նար կհագնես մի հատ այդ մեծ կոշիկները։ Հելե։ Նայր դե նար։ Նայր, ինձ նայր։ Ձերքերդ վերև պահիր։ Վաու։ Շատ լավն ես։ Այդպես ես մաման նկարենք։ Ապրես։ Մենք էլ նկարվենք, հա։ Դու ինչ ես ուզում, Նար։ Պաղպաղակ։ Ոնց մեզ չես տո։ Ես էլ եմ ուզում բա պաղպաղակ։ Տատակում կայնեմ պաղպաղակ։ Ինչ կարնես։ Տատակում պաղպաղակ Հա։ կայ։ Շնորհակալ եմ։ Բայց ես ուզում եմ վարդագույն չլինի պաղպաղակը, ուզում եմ սև լինի, շագանակագույն լինի։ Կարելի է։ Չէ։ Ինչ գույնի է կարելի բա։ Վայթակույն։ No։ Դու ինչ գույնի ես սիրում։ Ես Սպիտակ շոկոլադին թե վարդագույն։ շոկոլադ։ Ուղղակի ինքը միշտ սպիտակ ա ուտում։ Որովհետև այդ ենք տալիս։ Ագ
Պաղպաղակի գները մի գնդակը 375, 585 երկուսը և այդպես շարունակ։ Մեկ էլ կոների տարբերությունը կա։ Շոկոլադե կոնը 1.5 եվրո է։ Տեսնենք ինչ պաղպաղակ կա։ Դու ինչ պաղպաղակ ես ուտում։ Այսինչա։ Այդ կեղտոտվել է բալես։ Հիմա մտնելու ենք ներս, գրված է Վիլյամ Ալեքսանդր ոնց որ թե, եթե չեմ սխալվում, եւ ներսում կան հատուկ տեսակի կակաչներ։ Այս հատվածում կան յուրահատուկ կակաչի տեսակներ, որոնք գրեթե այլ վայրերում չկան աշխարհում։ Ծաղիկների հոտ, գիտեք ինչ հոտի է նման, ոնց որ այն որ յասամանի սեզոն է լինում եւ յասամանի վայ նարեն գնաց եւ յասամանի սեզոնի ժամանակ սենց անոց հոտ է գալիս չգնաց նարը այստեղ կակաչի այդ տեսակը, որը որ նվիրված է իրենց արքայազնին, ի պատիվ արքայազնի է ստեղծվել, գտնվում է այս վայրում, ես դեռ դա չեմ գտել, բայց այստեղ այնքան սիրուն ծաղիկներ կան, որ ուղղակի անհնարին է սրանց ռոքով անտարբեր անցնել են։ Ուրեմն ինչ գեղեցկություն է։ Հենց հրաշք են ուղղակի խնդրում եմ մի հատ նայեք ինչքան սիրուն կակաչներ են։ Ես ուղղակի գժվում եմ ամեն անկյունում տարբեր տեսակների, տարբեր գույների, տարբեր ձևերի։ Նայեք։ Էլ չեմ խոսում բույրերի մասին, որ բույրերը աննկարագրելի են ուղղակի։ Ու այն հատվածում իմիջայլոց շատ հետաքրքիր, այս ծաղիկները շատ հետաքրքիր են ու շատ սիրուն։ Ես շատ եմ հավանել։ Իրենք բավականին պինդ ծաղիկներ են, ուղերը բավականին հաստատ։ Խոսքով հիմա ուզում եմ այդ նկարը, այդ ծաղիկը ֆոտո եմ արել իր անվան հետ միասին։ Ուզում եմ հասկանալ Հայաստանում կա չկա, կամ առհասարակ կա ջի թե չէ, ու եթե այդի ես շատ ուզում եմ այդ ծաղիկից ունենալ մեր առանձնատան բակում։ Եթե դրսում չի աճի, գոնե առանձնատան ներսում։ Չնայած այս մասը սենց փակ է, ինքը ջերմոտ հատիկ է, բայց կողքերը բաց են եւ սառն է։ Այսինքն կարելի ասել, որ դրսի պայմաններում ամեն դեպքում աճում։ Զարմանալի չի, որ ներսում նաեւ կա հաց ուտելու տեղ, նմանատիպ սենց ճաշարանային ինչ-որ հատված է։ Հիմա կհասկանանք, թե ինչեր կան ներսում։ Ինչու եմ ասում ճաշարանատիպ, որովհետեւ ինքնասպասարկում է այստեղ։ Ու հիմա պետք է հասկանանք ինչեր են վաճառում։ Այս մասում ինչ-որ չիփս-միփսեր է, հյութեր։ Հիմա տեսնենք մյուս մասերում ինչեր կան։ Նմանատիպ մենյուն։ Այս մասերում եւս կա մենյու։ Հիմա հասկանանք ինչ են ուտել, այնքան դժվար է Եվրոպայում նարեն պահելը եւ հատկապես ուտելու իմաստով պահելը։ Չի կարելի նարեդա քեզ այս կողմարի։ Վստահ եմ, որ շատերը գիտեք այս ծաղիկներից ինչքան անուս է գալիս ու գիտենք սա լավանդան է, բայց հենց նոր բարձեցինք, որ սա եւս կակաչ է։ Ես չգիտեի։ Ով գիտեր։ Հələ ասեք, ով գիտեր, որ այս տեսակը կակաչ է։ Կակաչի տեսակներից է։ Կա նաեւ այս գույնը, այսինքն վարդագույնը, այս մյուս կողմում այսինքն բաց վարդագույնը։ Մի խոսքով այս դրախտում ամեն տեսակի ծաղիկ կա։ Սպիտակն էլ կա։ Գեղեցիկ է նար։ Երգում եմ դիտիկները։ Ճիշտ ես ասում։ Ընտիր հոտո գալիս է։ Ծայում եմ։ Ջրում ես։ Լավ հոտա չէ գալիս նար, չան ես նար։ Ջրում եմ։ Հայ, փր ջրում ես, հասկացեք ես։ Ես այս հոտը ու այս զգացողությունը սենց մաքուր օդի ամբողջ կյանքում հիշելու եմ։ Մեկ էլ աչքերից տեսած այս գեղեցկությունը։ Նարարի։ Հո։ Այսով է այսպես վազում ինձ մոտ։ Yes։ Ամառակալ քնել։ Մինչև մայիս է։ Մայիսին կարելի է գալ։ Լավ ծաղկած կլինեն, ծառերն էլ կան, չկլինեն։ Այն կողմում էլի շատրվաններ կան։ Այնքան մեծ է իրականում այս այգին, որ հնարավոր չի մի ամբողջ օր պետք է տրամադրես, որ կարողանաս բոլոր վայրերում շրջել, այն էլ չգիտեմ, հնարավոր ամեն մեկ օրում շրջել, թե չէ։ Դրա համար մենք շուտով դուրս ենք գալու այգուց արդեն։
Այգուց չէ, դրախտից։ Չգիտեմ, կոնսիրուն այնքան խնամված ամեն ինչը։ Ընդհանուր առմամբ ամբողջ Ամստերդամում կանաչը շատ է ու բացի այն, որ մեքենաներ քիչ են քշում, հեծանիվներով են ման գալիս ու էկոլոգիապես դա բնականաբար մաքուր է, բացի դա կանաչը, լճերը, ահա որ շատ են։ Մոտնակից սիրուն։ Դուր։ Նար, այ նկարվենք, նար գնանք, նկարվում ենք։ Շատ սիրուն է։ Ինչ ա եղել նար։ Նրանք փոկել են։ Չեն փոկել, բալես, ուղղակի դեռ չեն բացվել։ Ինչի։ Մի ամսից կբացվեն, բալես։ Տես մյուսները բացվել են։ Սրանք ինչ ծաղիկ են, նար, անունն ինչ այս ծաղիկի։ Բուպա։ Ինչ։ Բուպա։ Նայր հələ որ դու տնկել էիր ինձ համար, ինչ ծաղիկ է։ Նայ։ Նարգիս, ճիշտ է։ Գնում ենք։ Եղանակը իրականում իրեն շատ լավ է պահում, եւ դրսել եմ լավ եւ ստեղ։ Շատ երեք ճամդրով եկա։ Նարե, կտաս ակնոցս դնեմ։ À chaque fois, on a toujours peur de la deuxième. Aber innen? Ja. Là, les arbres sont pas verts, ils sont pas jaunes. Շատ գեղեցիկ է։ Քեզ շատ է սազում բալ։ Սոված ես։ Լավ։ Ես ուղղակի ուզում եմ լռել, որ դուք ես սիրուն տեսարանը վայելեք։ Մենք արդեն ուզում ենք դուրս գալ այգուց, բայց ես չէի կարող պարզապես չմտնել այս խանութ։ Դա ուզում տեսնել ինչ կա ու եթե հետաքրքիր ինչ-որ բան լինի, անկում եմ կվարձնեմ։ Արինար։ Անձրևիկներ են վաճառում, բաժակներ, բայց բաժակները հետաքրքիր չեն, դες հավաքում եմ, բայց նրանք սիրուն չէին կոնկրետ։ Չեն որ չի կարելի ձեռք տալ, լավ ձեռք չենք տալիս։ Տախտակներ, նմանատիպ բաժակներ, այս է հետաքրքիր է։ Դեկորես, բալես։ Այս է ինձ բավականին դուր եկավ, շատ սիրուն է, բայց ես թվում որ խանութից դուրս գամ, այլ դուրս չի գալու, ճիշտն ասած մեկ այդպես ինձ հետ լինում է։ Այդ պահին հավանում եմ, էմոցիաների տակ, հետո գնում եմ և չեմ հավանում եմ։ Սա մոմակալ է, շատ սիրուն է։ Վախ, այս է սիրուն։ Մեկ հիմա էմոցիայի տակ եմ։ Բայց լինում է նաև, որ ինձ զսպում է միև էմոցիայի տակ լինելով ֆիլմներ չեմ կատարում, հետո շատ եմ փոշմանում։ Բաժակները շատ են և ես ուզում եմ ինչ-որ բան առնել, բայց չգիտեմ ինչ առնել։ Ագինքները կան։ 5 եվրո են։ Մեկ հատը 5 եվրո է, 3 հատը 12։ Փորձարկենք խմելու ջուրը։ Ապրես։ Մի բացի։ Այ մի վերքեն։ Ահա, մի նոպե։ Vienna ջրին չի հասի, բայց լավն է, վատը չէ։ Արինար։ Մենք արդեն քաղաքի կենտրոնում ենք, գնում ենք հաց ուտելու։ Ու ես չգիտեմ այս քաղաքը ինչ արել ինձ հետ, բայց ես ուղղակի սիրահարված եմ։ Տիկոներ լենցնում նկարը ինձ նկարել, ներքևում կթողնեմ։ Սած ուրախ գնում եմ։ Այստեղ ճանապարհային նշաններ են տեղադրում, որ խաչմերուկով ասում ենք, այս մեքենայի հետ զուգահեռ գնում ենք։ Չգիտեմ ինչ նշանակում այդ քայը։ Ինչ կնշանակի։ Այդ տառը որ կայ ասենց։ Բայց այստեղ օրինակ դրատառը երևի շինարարական գործողություններ են ընթանում, բայց քալիներ զգուշ։ Մարդիկ սրճարաններում նստած են դրսի ու այսպես
ամեն անկյունում, այսինքն ինչ որ հստակ կենտրոնական հատված չունեն, որ այդ հատվածում սրճարաններ են եւ այլն, ասենց ինչքան գնում ես, ամեն մի հատ այսպես նեղլիկ շենքերի արանքով երբ որ անցնում ես, էլի նորից մոստիկ է, այդ կամուրջի վրավել ես անցնում, էլի նորից մարդիկ անկյուններում սրճարաններում նստած են, մի խոսքով շատ հավես է, շատ լավ մթնոլորտ է խանութը, ալոյի խանութ կա վազում, սիրում եք սպորտային հագուստները, այս քաղաքի, քանի որ հոտը զգացի, այս քաղաքի մինուսը սեմենը, որ անընդհատ քաղաքի բոլոր անկյուններում ամեն մեկ րոպեն մեկ զգում ես, ոնց է սենց մարիխուանայի հոտը գալիս քթիդ։ Դա էլ քաղաքի մինուսներից ոչ հոտ սիրուն է։ Ասանք հաջորդ կամրջակին հատա վրայով անցնել ենք։ Անցնում ենք, թե թեքվում ենք, անցնում ենք, եկեք սենց անեմ, որ դուք տեսնեք մի քիչ։ Սիրում եմ, ես ավեր։ Մենք վաղն ենք նավ նստելու իդեպ։ Վաղվան ես շատ երկար եմ սպասել, որովհետև վաղը վերջապես հանդիպելու եմ քուրիկիս։ Քուրիկս իր ընտանիքով գալու է այստեղ, միասին օր ենք անցկացնելու։ Ես անհամբեր սպասում եմ իրականում վաղվան։ Այս եղինջա թե ինձ է թվում։ Ինչքան նման է եղինջի, ես իրականում շատ կվախենամ ձեռք տալ, բայց ես ոնց որ հիշում եմ, որ եղինջը այսպես հաստ ճյուղեր չունի։ Իր ճյուղերն էլ են ամբողջ այսպես տերևների նման, կանաչ ու բնականաբար շատ ծագող։ Մանկությանս ցավերից մեկն է եղինջի կծոցը, դրա համար հիմա առանց չմանի նույնիսկ դրան դիպչել, բայց ես կասկածում եմ, որ կարող է եղինջ լինի, մի հատ ասեք, ես եղինջա թե չէ։ Իսկ դուք եղինջ սիրում եք ուտել, ես երբեք չեմ կերել, մտածում եմ, որ ինձ մեկը ծայկել է։ Եկել ենք մի ռեստորան, որը այսինչ շատ սիրուն ատմոսֆերա ունի։ Թենիսի ռակետները վերևում, գինիներ, մի խոսքով շատ հետաքրքիր է, տեսնենք ինչ ունեն ուտելու։ Տեսնենք ինչ կա մենյուն, նորի լավ, բարի լույս, բարի, ոնց քնեցիր նար։ Ուսումնասիրենք մենյուն։ Տեսնենք կա անգլերենով գրված, այո, կա անգլերենով գրված սառը խորտիկներ, տակ ստարտեր, սուպիկներ, մսեղեն, ձկներեն։ Ես առաջարկում թողնենք ծովամթերքը վաղը ուտենք։ Դեսերտներ, բայց մենք պետք է հաց ուտենք սկզբի համար։ Եվ արդեն սուրճ և խմիչքներ։ Հետ գնանք մսեղանի վրա։ Մեր պատվերները հասել են, մի հատ ուզում եմ շնիցելը խոզի, բայց այս մեկը գարեջրի մեջ եղված տավարի միսը, այստեղ ունենք կարտոֆիլ, ունենք խնձորի ուրեք, լավներ, մի հատ խոցեմ, ունենք սովորական ուրը։ Պապա մի հատ գալ է տանոտրեք մեր կոմոդ։ Ես իրականում կարտոֆիլի պյուրե ամեն տեղ չեմ կարողանում ուտել, այստեղ ունենք ուրիշ բանջարեղեններ ես չեմ ուտում, բայց մի հատ այսպեսից պետք է իրար փորձենք, հետո նոր ես կլցնեմ իմ հապսեի մեջ։ Մամա ճիշտ եմ ծամում։ Ոնց ես ծամում ճիշտ։ Այո, բերանը փակս է տապրած։ Մեսի, չեմ, լավն է։ Ուղղակի ես ստանամ, տավարի մեջ Սիրուն չի ծամում։ Ոնց մաման սիրուն չի ծամում։ Ես սիրուն եմ ծամում։ Բայց ես սիրուն չեմ ծամում։ Սիրուն։ Բայց շնիցելը վերջն է։
Չես ուտելու սա։ Ուտելու եմ։ Ունենք նաև աղցան։ Մեկ էլ ֆրի իհարկե։ Ամստերդամում շատ հայտնի են նաև այս վաֆլիները, որոնք 1898 թվականից են, կոնկրետ այս խանութինը։ Եվ հիմա ես ուզում եմ փորձել սրանցից մեկը, բայց չգիտեմ որ համը փորձեմ։ Նենց կուզեի ձեզնից ով փորձել է խորհրդացել, որ համը ավելի համով կլինի։ Իսակի կավոր շատ կուզեի փորձել։ Այս մաշմելոներով տարբերակներ կարելի էր փորձել եւ ելակով շոկոլադով։ Գիտեմ որը փորձեմ։ Պատրաստում են այսպես վաֆլին բացած մեջտեղում այս իրա միջից լցրած եփած խտացրած կա ու հիմա պետք է ես անի շոկոլադ եւ արդեն միջուկը ըստ նախապատվության ասա թող այս մեկը սարքի ու մենք մերը պատվիրենք պատրաստում է իմը արդեն բացում է միջուկը լցնում է հակում է Հիմա շոկոլադը պատում է այսպես կեսով Ջան Ինչ ես ուզում? Վաֆլի Հեսա պատրաստի Դերում է տոփիկի մեջ Գեղեցիկ փոթեթով դուրում և գալիս է մասիրում Սա կալի է պահել ուղակի որպես սուվենյար ու մեկ հատնման վաֆլի արժեքը 9 եվրո 50 սենտը ներիվ սուվենյարը Thank you so much. Here you go. Եկել ենք հրապարակ հետևի փողոցում են շոփինգի խանութներ են ու բավականին լավ բրենդ էին այստեղ կա ժամացույցը դամ հրապարակն է եթե անունը իհարկե ճիշտ եմ ասում շատ բարդ է իրականում երբ որ դու չգիտես լեզուն և կարդում ես իրենց անունները դե պատկերացրեք որ կան Հայաստան փորձեն կարդալ հայկական անունները բարձր չէ որ եթե մի քիչ տառերը իմանան գոնե մենք գոնե գիտենք իրենց տառերը բայց դժվար է մեզ ընթերցելը իրենց զբաղմունքը էլ իրենց զբաղմունքը այսպես հրապարակի մեջ էլ կան խանութներ դե Բեյջում դեմ կան Սվարովսկի կա ոնց որ չեմ տեսնում Ուզում տեսնեք ոնց են քշում այս տտերին Նարեի երջանկությունը Մենք իրականում երբ որ Նարեին բաց ենք թողնում Թագարտնավր ասված իջեցնում ենք սայլակից թույլ ենք տալիս իջնի ու սկսի վազել մենք իրեն գործնում ենք դրա համար այս կերպ շատ ավելի հարմար է Տիտիկներին բավականին շատ կերակրեցինք բայց ես էլի ունեմ pancake-ի փշուրներ հիմա իրենց կկերակրեմ հեսա գալու են ձեռքիս մեջից ուտեն Արի չաղո Չի գալիս չաղոն Արի դե կերակրենք իրար հետ արի Ապրեք Ոյ նոր նույնց կոս ոտ եկան Դուրս Բայց դու քշում ես իրենց Պահիր մատեից ցենց իրար կպցրու մատեիդ իրար կպցրու Դե դուր մի շարժիր ձեռքդ ու բաց պահիր Մատեիդ իրար կպցրու նար Գալիս է մի շարժի ձեռքդ նույթում ակո ձեռքից
Նայ ուր է նստել։ Բարև։ Ինչ ավես է։ Եկավ քշեց բա։ Շատ պոպուլյար են այս բադիկները։ Ու այսինքն խամութ է, հենց բադիկների։ Այս փոքր ժամանակ ունեի սրանցից ջրի մեջ էին ցում ես խաղալ։ Խաղանում էի։ Քանի դեռ վերցնում ենք։ Չորոս։ Միած սրանք նայեք։ Սրանք քուքիներ են։ Արգելված բանիկներով, արգելված պապուկը։ Իսկ այս ամբողջ փողոցը նայել հետը եւ մինչեւ վերևի հատվածներ դրանք ոյ ասին սիրուն մայրամուտա մի հատ խնդրում նայեք շատ սիրուն մայրամուտա սա կարմիր լապտերների փողոցն է այս արձանը ինձ թվում է խորհրդանշական է եւ ամեն ինչ պատմում է տղամարդ ով գրկել է կնոջ եւ այս փողոցում մնալու չի երբ մտան գնում այո մի խոսքով մենք տեսնենք սա ում արձանն է մի խոսքով իրականում այս փողոցում այս թեմայի հետ կապված կան նաև թանգարաններ իզարմացեք Ամստերդամը շատ հայտնի է այս ամեն ինչով եւ այդ ամենը իրականում պետք է տեսնել, արժի տեսնել ու ասում են, որ երեկոյան ժամի շատ սիրուն այս փողոցը կարելի է նույնիսկ նկարել, բայց պետք է ուշադիր լինել, որպեսզի պատուհանները չնկարես։ Դա այդպես, մեկ էլ Բրեդերո արձանը մեկ էլ էլի բանի ուզում ասել սրա հետ կապված, հա, մի խոսքով պետք է տեսնել, պետք է նկարել, բայց պետք է գալ առանց երեխայի Պարզա, որ մենք հեզա գնում ենք հյուրանոց արդեն, որովհետև ժամը արդեն 8-ն է երեկոյան և պետք է գնանք, որ նայն 8:30-ին քնելու է։ Եկել ենք փանքեյք ուտելու առավոտը, այստեղ շատ տարածված են նաև փանքեյքները։ Այսինքն մինի փանքեյքներ են կրեցրել։ Մակաշրջի ու մյուս կողմից էլ կլինի։ Ուտի ինքը շատ են ձեթ հանում, չեմ հասկանում ինչու։ Եկավ փանքեյքը, նայք ինչ պուճուրի կա, ինչ փափուկ Դե կերպարի ախորժակ Վերջապես 2 րոպեից մենք կտեսնենք ում Մայքրին Գիտանցինք, մեզ են սպասում հենց ես փողոցի վերջում Պես որ սենց 1-2 րոպեից կտեսնենք ինձ Պետք է այս հատվածում լինեն, բայց վերջում տեսնում Հե? Այ, կյանքս Կյանքս, հենա մորքրիք ես պաճուկներ աղալքում, նար դիմացի փողոցներ Գնացում, չմոմոտ Հենա փողոցից գնանք, հենա փողոցից գնանք, հենա փողոցից Վերջապես հանդիպել եմ քրոջս Լեոնա Նարենա երկու նարեներն են Ես եմ ու Վովասը Սենց ամբողջ փողոցը փակել են գնում Պուճուր շունիկա ճիշտ Լեոնն ասա պուճուր շունիկա Երջանիկ մանենք կա Ես կարամ քրվռամ YouTube Լավա? Լավա Վովին վերջին անգամ, ես կսեի առաջինը վերջին անգամ տեսել եմ 2017 թվականին, այսինքն 9 տարի առաջ Նարե մեքենա է, բալ է Պապան գալիս է մեզ հետ
Սիրունը մեր դիմացից քայլում են։ Ուրա! Ես ինչ լավ ուրա! Գնանք հիմա լավ նստենք։ Ուրա! Գնացինք։ Սիրուն պորտի հատված ենք եկել, հեսա նստելու ենք նավ։ Հիմա երեխքին ծրել ենք, ես դուրս իրար ենք քայլում դանդաղ թող գնան իրանք իրանց երեխի հետ։ Ճոնքեր։ Այո, ֆռում ենք։ Ինչ եք խոսում այդքան։ Ահա, ոսել գնաց։ Սկսվել է մեր նավով կրուիզը։ Rechts ziet u de basiliek van de heilige Nicolaas, ook wel de Sint-Nicolaaskerk genoemd. De kerk is Is mijn naam eigenlijk? Nou, alleen mijn naam, nee. Rotterdam, Sint-Nicolaas. Zo is mijn naam. Zet zich vooral in voor de zwakke mensen uit de stad. Nicolas, hier Speelt een belangrijke rol voor de bewoners in de binnenstad. Is the Basilica of St. Nicholas. The church was named after the patron saint of this man, St. Nicholas. It devotes itself to Nicolas, hier people in the city. It has a key role for the inhabitants of the inner city. Rechts sehen Sie die Basilika des heiligen Nikolaus. Die Kirche ist nach dem Schutzpatron Amsterdams benannt, Sankt Nikolaus. Die Kirche ist externally like Այս ֆորմայի ռեստորան կա նաև Հոնկոնգում, բայց սա պատմությունն է։ Այս բլոգի սկզբում ես պատմել էի, որ Ամստերդամում ավելի շատ կան մոստիկներ, քան օրինակ Վեներկում, բայց ամենաշատը աշխարհում կամ մոստիկները դրանք Համբուրգում են։ Շվայցարիայում, Ամստերդամում երկու շատ են։ Հենց հիմա մենք մեր տամոկի տակով ենք անցնում, դրա համար հիշեցի այդ ինքան, ասացի կրկնեմ ձեզ համար։ It currently serves as a very luxurious hotel. links sehen Sie ein Ամստերդամի I ամենահին told you that this is the house with the դպրոցներից է։ 1,000 windows. That's not the correct name. The correct name is the house with the golden windows. That's because the wood of the windows is made of Indonesian hardwood. Քանի որ շենքի գույները հենց օրիգինալ են, այս շենքը կարճ անվանում են տուն, որը ունի ոսկե պատուհաններ։ We are now sailing the old inner harbour of Amsterdam, the Kromme and the Oude Waal. Ես հենց նա շոկի մեջ եղավ, որովհետև դեռ սրանք տններ են ու մարդիկ ապուշում են սրանց մեջ։ Hier Laufen, Tauwerke, Videoen, Lagerplätze für Tiere, die Rümpfe der Holzschiffe aufgetragen wurde. Ու ինչը դա շիքիրա։ Wurde hauptsächlich als Minenmarkt gehört, wie Neumarkt. Այս տանը հայեր են ապրում։ Բայց պարանով լիներ, հաստատ վստահ կլինեինք, որ հայեր են։ Side of the tower is the famous flower market of Amsterdam located. Very nice area to visit. Ազգային օպերայի շենքն է։ Linkerzijde ligt het Waterloopplein. Erinnert durch ihre Պրստեսան ոնց է քշում նավը ու ինքն էլ իրականում կորը անցկացնում է, որովհետև ընթացքում դա պատմում ամեն ինչ փոխաբարձնում է, բայց ես հիմնական ձայնագրացից ինքը պատմում է։ Begonnen nu in de Herengracht. Deze gracht werd gegraven in de 17e eeuw. Naar Engeland, naar Engeland. They told me that the top room is going for almost 2,000 euros for one night. And that's without breakfast. Rechts ziet u een van de smalle Անկիրի այս վերևներում տեսնում եք սենց կախելու ինչ-որ տեղ ու իրանք ժամանակին շենքերը սարքելուց սրանք կարել են այս քրուչոկները տեսնում եք, որ կարողանան մեծ իրերը բարձրացնել վերև, որովհետև ներսը այդ մուտքերը շատ նեղ են ու մինչև հիմա այդտեղ օգտագործում են իրենց շենքերը։ Բամ, սարել կա հեսա օրինակ։ We varen nu in de Brouwersgracht, waar in vroeger tijden de bierbrouwerij. Երեք մի վիդեո էի նայում, միացած պատմում։
Եվ վիդեոյի նայում, որ Ամստերդամում հեծանիվները, որոնք որ ընկել են սպանալին հետ, տարվա ընթացքում մի քանի անգամ հանում են ու մի հատ նավ էր, բեռնատար նավ էր, որի վրա այդ հեծանիվները այսօր մեզ դիշեն գերդասը, այդքան հեծանիվ է տարվա մեջ ընկելում սպանալին հաշվեք, ոնց է մարդիկ չեն The city walls are on your right-hand side. Die Grad, die wir jetzt fahren, ist Aubelshaus. Auch sie ist ein breite Verteidigungskraft der Stadt. Auf der rechten Seite sind die kühlen Stadtmauer. Գումարների պատ ենք գտել այս ռեստորանում։ Հեսա հայկական դրամներ հեսա։ Բայց 5000 դրամանոց է։ Նոր չկա։ Իմիջիայտը ապրիլից ասում են հեսա մի հատ։ Բայց ասում են ապրիլից 10000 դրամը դուրս է գալու։ Սա ինչ փող է։ Այշի։ Ինչական է, ինդոնեզիական է։ Այշի լավ։ Դա դուրս եկել է։ Այշի լավ։ Հարևս։ Սիրունս։ Այս նկարեմ, լավ է։ Այշի տանես այշի։ Ահա, ցույցա։ Օպրես։ Հեսա մի հատ էլ 1000, հեսա նոր 1000-ն է։ Հեսա նոր է։ Ճիշտ այս հայլին ենքան էլ մոխրի չի և մեր հետում նստած մարդիկ կան ովքեր հազար ընդում, բայց մենք պետք է սենց Երբ կաս գալու Հայաստան։ Չի գոլի։ Դու արի։ Ես եկա։ Էլ կգաս։ Շատ քիչ է։ Ես կարող եմ գժվել ձեզ համար։ Կարող եմ ես գժվել ջիժումուր։ Գնացինք հետանիվի ճանապարհով պետք է շատ զգուշ անցնել, որովհետև իրանք գալիս են եւ ոչ մի վարկյան, միլի վարկյան ստոպ չունեն։ Իրանք գալիս են ու անցնում են։ Այսինքն եթե դու այդ տարածքում եղավ, ուղղակի քեզ գցելու են տակը։ Այնպես որ պետք է ուղղակի դու ուշադիր լինես, որ չընկնես ոչ մի հետանիվի տակ։ Քո պապան այնտեղ են արը։ Գնա կտեսնվենք։ Ես շուկը Ինչքան սիրուն են։ Հիմա մի վիդեո եմ ուզում նկարել քրոջս հետ, ինքը համաձայնվել է։ Ուրեմն ուզում եմ սենց լինի 3, 2, 1-ով։ 3 նար չենք վազում։ 3-ը լինի ես ուղղակի սենց գրկում եմ, դատարկ, 2-ը լինի ուղղակի գրկում եմ և 1-ը արդեն իրեն եմ գրկում։ Ուզում դա վիդեո նկարել իրար հետ։ Վաու, այդ ինչ սիրուն շորիկ է։ Կգզվեմ, հլը տեսնա, վայ սրանից ես էլ էի ուզում, են որ ապավդոկով կարաս մանտաս, նարեկ տանեն կխաղանք սիրուն։ Հասնիկ 31 տարեկան սրանից ես էլ էի ուզում։ Հիմա չէ բալես, դու սենց այսնց սիրուն սիրի, ամպրես, քուրի։ Մի հատ մորքուրին ասա շնորհակալություն։ Մի հատ էլ։ Չէ, էդի կտերն է, էդի քոնն է կյանքս, հա։ Էդի քոնն է։ Հեսա մի քանի ռոպեից մենք իրոր ստիպված պետք խոսենք հայցով։ Մորքուրիս ասել եմ, որ իրատարի կստի կպաչում, հալի պաչում։ Անպայման։ Փողոցի երկու կողմերում, այսինքն ամբողջ երկայնքով փողոցի նարգիզներ են, աճած ու սիրուն, այն մյուս կողմում կա տեսեք։ Եվ այս փողոցը շատ երկար է, բայց մի տեղ չկա, որ այս նարգիզները չլինեն։ Ու հիմա հենց այս նարգիզների սիրուն ֆոնով էլ ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ասել շնորհակալություն, որ նայեցիք իմ վլոգը Ամստերդամից։ Ամստերդամը մնաց իմ սրտի մեջ այն քաղաքներից, որտեղ ես վստահաբար կուզեմ վերադառնալ։ Շատ սիրեցի, վստահ եմ դուք էլ սիրեցիք։ Եթե հնարավորություն ունենաք, լավ կլինի, որ գաք ճանապարհորդելու։ Նարի ասավ հաջողություն։ Հաջողություն։ Շնորհակալություն, որ նայեցիք մեր վլոգը։ Պաչիկներ։ Բացիկ